Այսօր կայացած Եվրասիական տնտեսական միության վարչապետների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման շուրջ և գլխավորապես քննարկվել է միության ու Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցը, լրագրողներին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Ժամանակին Սարգսյանի քաղաքական հակառակորդ հանդիսացող Գագիկ Ծառուկյանին պատկանող ու Առինջ գյուղից ոչ հեռու գտնվող Multi-Grand հյուրանոցում կայացած հանդիպմանը մասնակցում էին ԵՏՄ անդամ բոլոր երկրների վարչապետները։ Հիշեցնենք, այսօրվա հանդիպումը պետք է կայանար դեռ ապրիլի 8-ին, սակայն քարոզիա պատերազմի օրերին Հայաստանի դաշնակիցները որոշեցին չեղարկել այն, ինչպես գրեց ռուսական մամուլը, Ադրբեջանին չնեղացնելու համար։ Եվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ողջույնի խոսքում և մյուս վարչապետները խոսեցին ԵՏՄ ձեռքբերումներից, ակնկալիքներից, սակայն միաժամանակ, օրինակ Ղրղըզստանի վարչապետ Սորոնբայ Ժեենբեկովը հրապարակային քննադատեց միությունը, կոչ անելով անդամ երկրներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելապատնեշտներ են ստեղծում իր երկրի համար։ Что наша страна столкнулась с большим количеством различных барьеров в рамках Евразийского интеграционного объединения. Եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակում մեր երկիրը բախվել է մեծ թվով տարաբնույթ արգելապատնեշտների։ Ղրղըզական հանրապետությունը հույս ունի բաց երկխոսություն վարել միության իր գործընկերների հետ և պատրաստ է ԵՏՄ շրջանակում փնտրել մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման նոր ուղիներ։ Հարկ է, որ ԵՏՄ անդամ երկրները զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի տակ դնել միության հիմնական նպատակները և սկզբունքները։ ԵՏՄ աշխատանքից դժգոհեց նաև Բելարուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, հայտարարելով, թե անդամ երկրները դոփում են տեղում։ Постоянное затягивание переговоров приводит к пересмотру уже достигнутых договоренностей. В итоге мы топчемся на месте, если не откатываемся назад. ԵՏՄ մաքսային օրենսգրքի շուրջ բանակցությունների շարունակական հետաձգումը հանգեցնում է արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայմանը։ Արդյունքում դոփում ենք տեղում, եթե հետ չենք գլորվում։ Անհրաժեշտ է սահմանել ժամանակային հստակ կողմնորոշիչներ, վերջնաժամկետ։ Ուշագրավ է, որ մինչև հանդիպումը ընդունելով ԵՏՄ երկրների վարչապետներին, խոչընդոտներից է խոսել նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է, տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը։ Հայաստանի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ ասել է Սարգսյանը։ Հայաստանի նախագահն այսօր առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ ԵՏՄ-ից իհարկե խոսել են, բայց անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հիմնախնդրին։ Իրոք, իմ նախորդ այցը կայացավ շատ դժվար իրադրության պայմաններում, միանգամից ուզում եմ ասել, որ Ռուսաստանում մենք այնուամենայնիվ շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Можете не сомневаться, Россия всегда помогала и будет помогать в разрешении этого сложного конфликта. Մեդվեդևը հավելել է, կարող եք չկասկածել, Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում, իսկ մենք ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը։